Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Այժմի համար պատրաստել ենք օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Հալեպի հայաշատ հատվածում մի քանի ժամվա հրադադարից հետո բախումները վերսկսվել են։ Սուրբ Ծննդյան հաջորդող մեռելոցի արարողությունը չեղյալ է հայտարարվել։ Նշվում է նաև, որ նահանգապետի որոշմամբ հունվարի 7-ին Հալեպի բոլոր ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են, փակ կլինեն պետական հաստատությունները, արգելվում են բոլոր հավաքները։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի եւ Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումների հետևանքով Հալեպում մարդիկ են զոհվել, 26-ը վիրավոր են։ Հալեպի նահանգապետը կոչ է եղել շրջանների բնակչությանը զգույշ լինել, բնակարաններից դուրս չգալ, հավաստիացնելով, որ Հալեպի պատգամարմինները վերահսկողության տակ են վերցնում իրավիճակը։ Սիրիայի խորհրդանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանն էլ տեղից հայտնում է, որ քաղաքը երեկվանից հանդարտ չէ։ Քրդական ուժերի եւ իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցությունները ըստ էության արդյունք չեն գրանցել եւ քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։ Քաղաքում շարունակվում են ինտենսիվ կրակոցները, կիրառվում են հրաձգային զենքեր եւ հրետանի։ Ռազմական գործողությունները զգալիորեն ազդում են նաեւ հայկական համայնքի վրա։ Իրավիճակով պայմանավորված Հալեպի օդանավակայաններում թռիչքներ են հետաձգվել։ Հետագա նորությունների մասին տեղյակ կպահենք հանրությանը։ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված ուխտերթին ըստ հաշվարկների մասնակցել է շուրջ 2600 քաղաքացի։ Հաշվարկն իրականացվել է արհեստական բանականության հատուկ ծրագրի կիրառմամբ, որը թույլ է տվել վերլուծել վերջին ժամանակահատվածում իշխանական հավաքները եւ դրանց մասնակիցներին։ Մասնավորապես արհեստական բանականության ծրագրի օգնությամբ մասնակիցների թվից մոտ 500-ին հնարավոր է եղել նույնականացնել որպես բարբերաբար ՔՊԱ միջոցառումների մասովկայի դեր կատարող տարբեր դրամաչափի ՔՊԱ պաշտոնյաների, եւս շուրջ 500 հոգու ոստիկանության Երևան քաղաքի եւ մարզային ստորաբաժանումների աշխատակիցների, մոտ 200 հոգի ԱԱԾ աշխատակիցներ եւ Փաշինյանի մյուս պաշտոնյաների անվտանգության աշխատակիցներ, մոտ 70-ը ՔՊԱ եւ այլ պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաների վարորդներ։ Ուխտերթին մասնակցում էին նաև Խաչատուր Սուքասյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները։ Քայլերթին մասնակցած եւ շրջաններից բերված հասարակ ժողովրդի թվաքանակը ըստ հաշվարկի կազմել է մոտ 1000 քաղաքացի։ Միևնույն ժամանակ Փաշինյանական ուխտերթին զուգահեռ Հանրապետության եւ Սփյուռքի հարյուրավոր եկեղեցիներում մատուցված Սուրբ Ծննդյան պատարակներին, որոնք ընթացել են ըստ ընդունված արարողակարգի եւ որի ընթացքում չի զեղչվել Հայոց Հայրապետի անունը, մասնակցել է նվազագույնը 200,000 հավատավոր։ Այսպես է Սուրբ Ծննդյան պատարակին մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 0.5%-ը կազմող ագրեսիվ փոքրամասնությունը ուզում բարենորոգել եկեղեցին։ Իրանի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները։ Հավաքված եւ ստուգված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած անվտանգ միջավայրին, իրավապահ եւ անվտանգության ուժերի ընդլայնված ներկայությանը բողոքի ցույցերի աշխարհագրական շրջանակը չի նվազում։ Ընդհակառակը, բողոքի գործողությունների բազմազան ձևերը շարունակվում են ամբողջ երկրում։ Վերջին օրերին 27 նահանգի 88 քաղաքում առնվազն 257 վայրում բողոքի ցույցեր են անցկացվել։ Ձերբակալվել է առնվազն 1203 քաղաքացի եւ զոհվել առնվազն 29 ցուցարար։ Հաղորդվում է, որ Իրանում ցուցարարները վաղ առավոտյան գրավել են Աբդանան քաղաքը։ Ոստիկանության մի մասն էլ անցել է ցուցարարների կողմը։ ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում կիսվել են Աբդանանի տեսահոլովակով եւ հայտարարել, որ հակակառավարական ցուցարարները բարձրանում եւ գրավում են ամբողջ քաղաքները եւ որ իրանցիները հոգնել են Այաթոլլայի եւ նրա արյունարբու մոլաների բռնակալական կառավարումից։ Իրանում ցույցերը սկսվել են ուժեղ գնաճի եւ ազգային արժույթի անկման պատճառով։ Ցույցերի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե իրանական իշխանությունները նրանց դեմ ուժ կիրառեն։ Բրազիլիական մի ընտանիք աշխարհին ցույց է տվել, թե ինչպես կարելի է վերականգնել բնությունը մարդկանց փոքր խմբի ջանքերով։ Ընդամենը 20 տարվա ընթացքում Սեբաստիանո Սալգադոն եւ Լելիա Վանիկը տնկել են ավելի քան 2 միլիոն ծառ, վայրի բնությունը վերադարձնելով այն տարածքներ, որտեղ այն վաղուց անհետացել էր։ Էկոհամակարգի վերածնունդը հանգեցրել է նոր բնակիչների հայտ գալուն։ 172 տեսակի թռչուններ, 33 տեսակի կաթնասուններ, 293 տեսակի բույսեր, 15 տեսակի սողուններ եւ երկենցաղներ։ Այս փոփոխությունը հնարավոր է դարձել Սալգադո ընտանիքի կողմից հիմնադրված երկրի ինստիտուտի ստեղծման շնորհիվ։
Սուրբ Ծննդյանօրը հունվարի 6-ին Փարիզի Բուժ-Դյուրոն դեպարտամենտի խորհրդի եւ Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլիայի նախագահ Մարտին Վասալը հոդված է հրապարակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանների մասին, հիշեցնելով, որ յուրաքանչյուր բանտարկյալի հետևում կա սպասող ընտանիք։ Հոդվածը տարածվել է սենատոր Վալերի Բոայեի եւ Ֆրանսիայի այլ ճանաչված գործիչների կողմից, փոխանցելով նրա հզոր ուղերձը։ Ինչպես կարելի է հույս տոնել, երբ հայրերն ու որդիները բացակայում են։ Նա ընդգծում է. մենք չենք կարող այստեղ տոնել ազատությունը եւ լռել այնտեղ բանտերում տառապողների մասին։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որի համաձայն 600-ից 900 կիլոգրամ ոսկի ապօրինի արտահանվել Թուրքիայի Հանրապետություն Արաքս գետի վրայով ռուս սահմանապահների օգնությամբ։ Ըստ օպերատիվ տեղեկատվության գործարքների չափը հասել է մոտավորապես 100 միլիոնից 150 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ փոխանցված ոսկիների դիմաց Թուրքիայի Հանրապետությունից գումարը փոխանցվել է էլեկտրոնային տարբերակով։ Մանրամասները ճշտվում են։ Եվ վերջում օրվա տեսանյութ՝ ձմեռային սևանալիճն իր ողջ գեղեցկությամբ։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։